Պարոն Ղազարյան, այսօր հերթական դատավարությունն է Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների, խնդրում եմ այս դատավարության ձեր գնահատականը։ Ճիշտ ասած, ստեղ 18 արդարների դատավարություն է եւ այդպես էլ կա քրեիրավական առումով, որտեղ այն փաստերը, որոնք որ բերվեց ազգային ժողովի իբրև թե նրանք ծանր հանցագործության մեջ են մեղադրվում, ես վստահ եմ, որ երթով ամենաբոլոր դատականիստերին մասնակցել եմ, երթով այդ ապացույցները փլվում են։ Որտեղ շինծու ապացույցներ այնտեղ կար ավտոբուսների վառելու գործընթաց, իբրև թե պատերի տակ գյուլների պաշտոնատար անձանց մասով, սակայն կծկտուր այդ խոսակցությունները, որոնք գաղտնալսվել էին կամ դիտվել էին դրանց շարժը օպերատիվ ձևով, դրանք բոլորը մեծ հաշվով դատավարության ընթացքում, դատականիստերի ընթացքում բարձրանալու են եւ ապացույցները ես վստահ եմ, որ գնալով փլվում են եւ շինծու գործ, հերթական շինծու գործն է։ Այնտեղ աստղիկներից էր խոսակցություն կար, որոնք չկա կոնկրետ մեկ դեպք, որտեղ ապացուցվի 18 արդարներից որևէ մեկի իրավաբանորեն քրորեն հետապնդել արագ, որոնք իրենք իբրև թե կատարել են։ Չկա ընդամենը այստեղից ընդեղից հավաքած ինչ-որ բան են սարքել, որպեսզի փորձեն ապացուցել, բայց մեծ հաշվով դատարանը այն մարմինն է, որտեղ արդարությունը ես հույսով եմ, որ վերականգնվելու է։ Եվ երթական դատականիստերը դրա վառ վկայություն են, որտեղ չկա ապացույցներ եւ այս ճղածքումները, դատախազների էմոցիոնալ վերաբերմունքը, ագրեսիվ վերաբերմունքը պայմանավորված է դրանով, որ ի սկզբանե իրանք վերևից ցույցում են ստացել, որպեսզի կարողանան մեղադրանքը պաշտպանել, սակայն մեծ հաշվով կա ապացուցողական բեռ, որ իրանք պետք է ապացուցեն եւ գնալով արդեն այդ ամեն ինչը փլվում է եւ այս վարկագիծը նորից եմ ասում, իրանք պայմանավորված է շինծու գործով եւ չիմնավորող գործով անգամանքով։ Պարոն Ղազարյան, 2025 թվականի կարծես առաջին դատավարությունը, որ մեկնարկել է Բագրատ Սրբազանի եւ 17 աջակիցներից էր, հետո Միքայել Սրբազանի, հիմա էլ սկսել են ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ դատավարություններ իրականացնել, ձերբակալել, կալանավորել, այս ամենը ինչպես եք մեկնաբանում։ Տեսեք, ես երկրում աշխարհին ընթառաջ է։ Կան քրեական վարույթներ, նախկին անգամ քրեական դատական օրենսգրքով հաստատված քրեական գործեր, որոնք արկախված են թողել։ Դեռևս օրինակ բերեմ օրինակներ Դավիթ Համբարձումյանի գործը 18 թվականից հարուցված քրեական գործեր, քրեական վարույթ իմիկվա օրենսգրքով եւ արկախված թողել են բազմաթիվ։ Այստեղ տեսնայից այսօր լրատվությամբ նաեւ Բյուրեղավանի համայնքի ղեկավարի լիազորություն են կասեցել, այսինքն այս մարտիկ, այս իշխանությունը, որտեղ որ տեսնում է ինչ-որ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, որոնք որոշակի կշիռ եւ դրազանգված ունեն իրենց հետևից տարող, գնացող, փորձում են այսպես քրեական վարույթներով աղցնել եւ պահել ասենց կախյալ վիճակում, որպեսզի ամեն րոպե կարողանան մահակի նման սուր ճոճեն, որ գիտեք ինչ, եթե դուք մեր ասածները չանեք կամ փորձեք ինչ-որ իշխանության դեմ գնալ, անպայման արժանանել եք այն բախտին, ինչ-որ 18 արդարներ են արժանացել։ Գործընկերն է նաև տևական ժամանակ կալանավորված, փաստացի չի կարողանում մասնակցել ազգային ժողովի նիստերին, այս դեպքով, հա, ինչ կասեք, ինչ իրավունքներ են ոտնահարվում։ Ես ճիշտ ասած գլխավոր դատախազը ածառամխելության եւ մեղադրանքի առաջադրման մասով, որ եկել էր եւ երկացնում էր այսպես ամպագորգոր եւ Արթուր Սարգսյանին իմ գործընկերոջը մեղսագրում էր մի արարք, որ նա իբրև թե պատրաստական է եղել Սյունիքի մարզում ինչ-որ գործողություն անելու, այդպես էլ ճիշտ ասած իմ կոնկրետ արձադրման ես չստացա ինձ ուզող արծի պատասխանը, որ Արթուր Սարգսյանը ինչ ակա օրինական արարքներ պետք է գործեր, անգամ եթե խոսակցության մեջ եղել է նման բան, այսինքն խաղաղակցաները, որտեղ ճանապարհ պետք է փակվել, դա չի նշանակում, որ նա քրեր հետապնդել արարք է կատարել։ Ես վստահ եմ, որ Սարգսյան Արթուրը սա առաջի դեպքը չէ, որտեղ Սարգսյան Արթուրին նախորդ անգամ էլ այսպես շինծու գործով նորից փորձեցին մեղադրել, ձերբակալել, նորից եմ ասում, որ ամեն մի մարդ, ով որ այս երկրում իրեն ընդդիմադիր է եւ փորձում է ընդդիմադիր հայացքներով շարժվել իշխանության թեմա, նրանք պարտադիր արժանանալու են այս ճակատագրին, շինծու գործերի ճակատագրին։ Ես վստահ եմ, որ գալու է այդ ամեն ինչի ժամանակը եւ արդարությունը մի օր վերականգնվել է մեծ հաշվով, կարող այսօր չի, վաղը անպայման վերականգնվել է։ Միանշանակ իմ գործընկեր Սարգսյանը ես վստահ եմ եւ գիտեմ, որ ոչ մի քրոն հետապնդելի արարք չի կատարել, նա արդար է։